Իրաքից դուրս բերելով զորքերը, Միացյալ Նահանգները առաջի անգամ չէ, որ թողնում են իրենց զենքերը քրդերին։ Իրենք փոխանցում են ամերիկյան զենքերը եւ դա տարիներ շարունակ է տևում քրդական ինքնապաշտպանության ուժերին, այսինքն քրդական բանակին։ Մենք դրանից պետք է ճիշտ եզրակացություն անենք։ Միացյալ Նահանգները տասնամյակներով պատրաստում են Քրդստանի պետականությունը եւ պաստորեն ասել են դրան հյուսիսային Իրաքում, որտեղից հիմա հանում են զորքերը, համարելով որ քրդերը արդեն կարող են վերահսկել իրավիճակը։ Այժմ նրանք պահպանում են իրենց ռազմական ներկայությունը հյուսիսային Սիրիայում, որպեսզի Սիրիայի քրդերը այնտեղ Եփրատի ձախափին կարողանան կրկնել այն, ինչ արվել է արդեն քրդերի կողմից հյուսիսային Իրաքում, եւ մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը, հասկանալով, որ հաջորդիվ քրդերը այդ հարցը իրենց կտան Թուրքիայի տարածքում։ Այսինքն խաղաղություն այստեղ չի լինի շատ երկար։ Ինչ վերաբերում է Իրանին, մենք ստանում ենք իրարամերժ ուղերձներ, այո, մի կողմից Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են շատ ծանր, բայց վերջին ժամերին մենք լսեցինք, որ Թրամփը, որի հարաբերությունները Իսրայելի վարչապետ հետ Նեթանյահուի հետ սրվում են, գնալով ավելի ու ավելի, եւ ասեմ ձեզ, որ Իսրայելն է այստեղ գլխավոր դերակատարը ամերիկա-իրանական հարաբերություններում, բանն է, որ Նեթանյահուն արդեն երկար տարիներ նա վարչապետ էր դեռ Օբամայի օրերին եւ այդ ժամանակ էլ փորձում էր ռմբակոծել Իրանի միջուկային կառույցները եւ Օբաման առաջին նախագահն էր, ով սպառնաց ուժով ընդհատել Իսրայելի պատրաստվող գրոհը, երբ որ ռմբակոծիչները արդեն օդում էին։ Այնչու Իսրայելին պետք էին Ադրբեջանի օդանավակայանները, որպեսզի այնտեղից վառելիք ստանա վերադառնալու համար Իրանի ռմբակոծելու ծրագրից հետո։ Հիմա փաստորեն Թրամփը, որը չի ցանկանում ներքաշվել որևէ պատերազմի, դա իր սկզբունքն է, ամենտեղ փորձել հասնել զինադադարի, նա նույնը առաջարկում է Իրանին եւ Իրանը այստեղ ուսանավում է։ Հայտարարվել էր, որ իրենք արդեն ունեն փաստորեն բալիստիկ հրթիռ, իսկ այն, որ այդ բալիստիկ հրթիռը կարող է կրել իր հետ միջուկային զենք, Իսրայելում հասկանում են, որ Իրանը կամ շատ մոտ է, կամ արդեն ստացել է միջուկային զենք իմիջիալոց Ռուսաստանի օգնությամբ, եւ դա պատճառը, որ Իսրայելի հարաբերությունները սրվել են նաեւ Ռուսաստանի հետ։ Վերջին օրերին Իսրայելը փոխանցեց Ուկրաինան ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հզոր կայանները։ Մյուս կողմից Իրանը հասկանում է, որ չի դիմանա այդ պատժամիջոցներին, եթե դրանք զուգորդվեն նաև ռազմական հարվածով եւ ամեն գնով փորձում է խուսափել դրանից, ուստի հարաբերությունները լարված են, բայց Իրանը հակված է բանակցությունների։ Բարեբախտաբար Թրամփը կարծես թե նույնպես հիմա հակված է ավելի շատ բանակցել Իրանի հետ, քան լսել Նեթանյահուի բազմամյա հորդորները ռմբակոծել, ոչնչացնել Իրանը։ Ես վստահ եմ եւ տարիներ շարունակ ասում եմ եւ ձեր տաղավարում նույնպես ասել եմ։ Հայաստանի համար մահաբեր վտանգը աճելու է այն պահին, երբ Իրանը մտնի առճակատման մեջ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ։ Դրանից անմիջապես կօգտվի Պուտինը եւ Ալիևը։ Նրանք կօգտվեն դրանից, որպեսզի փորձեն ճեղքել Սյունիքը, Ադրբեջանի համար դա ազգային ծրագիր է, Պուտինի համար դա ռազմաքաղաքական ծրագիր է, որպեսզի պահպանել Թուրքիան իր վերահսկողության տակ, էներգետիկ կախման մեջ պահել եւ շարունակել վաճառել արևմուտք ռուսական գազն ու նավթը ադրբեջանականի անվան տակ։ Դա էր
նրանց ռազմավարական պայմանավորվածությունը Ուկրաինայի վրա հարձակվելուց 1 օր առաջ 22 թվականի փետրվարի 22-ին, երբ որ Պուտինը ընդունել էր Ալիևին Կրեմլում, ասաց, որ 2 օրից 1 օրից հարձակվելու է Ուկրաինայի վրա եւ պահանջեց, որ Ադրբեջանը վարձահատույց լինի 20 թվականի պատերազմի ռուսական օգնության դիմաց։ Այդ վարձը նշանակելու էր եւ շարունակում է նշանակել, որ Ադրբեջանի ուժի միջոցով Ռուսաստանը պետք է որ ստանա վերահսկողություն Սյունիքի եւ Իրանի սահմանի, Հայաստանի եւ Իրանի սահմանի վրա, կառուցի այնտեղ գազամուղներ եւ նավթամուղեր եւ դա լինելու է փաստորեն մեր պետականության համար մահաբեր հարված։ Իրանը դրան հակադրվում է, բայց Իրանի ուժերը չեն հերիքի այդ դեպքում։ Դա միակ տեղն է աշխարհում, որտեղ Միացյալ Նահանգների, Իրանի եւ Եվրամիության շահերը համընկնում են եւ նաեւ Հնդկաստանի արդեն դա էլ է շատ կարեւոր, եթե մենք ճիշտ աշխատենք, նաեւ Չինաստանի, այսինքն մենք ունենք պոտենցիալ բրկվելու, բայց այստեղ կա մի նախապայման։ Հայաստանը դրա համար պետք է լինի եվրոպական երկիր։ Եթե մենք դառնում ենք գոնե անդամակցության տեխնացու օր առաջ, ոչ թե 26 թվականին, 27, 28, այլ հիմա, եթե դա հայտարարվի, ի հեճուկս Ռուսաստանի ճնշումների, ի հեճուկս այս տեղական դեմագոգիայի, մենք ունենք շանս, մենք ունենք փրկվելու եւ հզորանալու հսկայական պոտենցիալ։ Եվ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը այլևս չեն կարողանա օգնել Հայաստանին, եւ դրա ապացույցն է այն, որ տեսեք, նույն օրը, գրեթե նույն օրը Ֆրանսիան պատերազմող Ուկրաինայում բացում է Renault զորագույն մեքենաշինական գործարանի մասնաճյուղը, դրոններ արտադրելու, ռազմական գործարան, ֆրանսիական, Ուկրաինայում, պատերազմի օրոք, չպատերազմող Հայաստանում Ֆրանսիան բացում է ոչ թե գլխավոր հիպատոսարան Կապանում, ինչպես որոշված էր, այլ պարզապես մշակութային ինչ-որ մի խմբակ պատվո հիպատոսի հայ ազգությամբ Գորիսում, որը ոչ մի պարտավորվածություն կամ պարտականություն իրենից չի ենթադրում իրենով։ Սա նշանակում է, որ Ֆրանսիան նույնպես շատ սթափ գնահատում է Հայաստանի կառավարության անորոշությունը, երկիմաստ քաղաքականությունը, իհա ինչու Ֆրանսիան Ուկրաինայի հանդեպ այդքան բաց է եւ այդքան վճռորոշ ակտիվ, իսկ Հայաստանի դեպքում հայելան նման, Հայաստանը խաղ է խաղում երկու աթոռի վրա է նստում, շատ լավ, Ֆրանսիան փաստորեն լվանում է ձեռքերը։ Սա է նշանակում այն ինչ կատարվեց եւ թերագնահատվում է Հայաստան։ Նույնը ել ավելի հստակ Միացյալ Նահանգների դեպքում։ Թրամփը արդեն 20 թվականին լված ձեռքերը, մենք դա հիշում ենք, երբ չմիջամտեց, երբ կարող էր միջամտել, բայց գերադասեց չխառնվել, որովհետեւ նա փոխանցել էր այդ անուղակի պատասխանը հայտնի է, երբ նրան հայկական համայնքից հարցրել էին այս ընտրություններից առաջ, ինչու դուք չօգնեցիք մեր երկրին 20 թվականին, նա ասաց, ես 18 թվականին էի ուղարկել իմ անվտանգության խորհրդի խորհրդականին եւ առաջարկել է եւ զենք, եւ փող, եւ օգնություն, դուք հրաժարվեցիք, նույն Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն սա փոխանցվել էր հայկական սփյուռքին ուղիղ հարցի տեսքով։ Սա նշանակում է, որ 25 թվականին Միացյալ Նահանգները ել ավելի քիչ են հակված լինելու, հակադրվել ինչին։ Ռուսաստան, Ադրբեջան, Իսրայել, Պակիստան, Թուրքիա այդ ճնշմանը հանուն ինչի 42 կիլոմետրը, որը Թրամփի համար ոչ 20, ոչ 25 թվականին որևէ նշանակություն չունեին։ Սա մեզ համար է կյանքի ճանապարհ։ Մենք եթե չկարողացանք, մինչև հիմա չենք կարողանում համադրել մեր գլխավոր ազգային շահը ոչ Եվրոպայի, ոչ Միացյալ Նահանգների հետ։ Իսկ ուրիշ դաշնակից մենք չունենք։ Ինչ է նշանակում Եվրոմիության խորհրդի հայտարարությունը, որ վճռական
վճռորոշ պահ է, այս սա է նշանակում վճռորոշ պահ։ Եվրոպան եկել է հարցնի, դուք հասկանում եք, որ ամեն ինչ որոշվում է, վճռվում է հիմա։ Մինչդեռ դուք եկեղեցու եք կռվում, մինչդեռ դուք պատրաստվում եք ընտրությունների, մահաբեր վտանգ է կախված ձեր երկրի գլխին։ Դուք հասկանում եք, որ դուք հիմա պետք է կողմնորոշվեք եւ քայլ անեք դեպի այն դուռը, որը մենք բաց պահում ենք ձեզ համար։ Ես չեմ տեսնում հայաստանյան քաղաքական դաշտում դրա գիտակցումը։ Մենք ձեզ հետ քննարկում ենք բաներ, որոնք շատերին թվում են, ինչ կարևոր է, ավելի կարևոր չէ։ Ուշադրության շեղում է տեղի ունենում։ Հենց դա է տեղի ունենում։ Շեղվում է էջմիածնով, շեղվում է խաղաղության պայմանագրով, որը բացարձակապես որևէ իրական կրթությամբ, չգիտեմ, այլ նորաձևություններով, սկանդալներով մանր ու փոքր երկրի ճակատագիրն է հիմա լուծվում, ժողովուրդ։ Եվրոպան դա ուղիղ տեքստով ասում է, վճռորոշ պահ է։ Մենք ձեզ հետ միակն ենք, որ հասկանում ու քննարկում ենք դա։ Ցավոք սրտի ես չեմ լսում լրջություն այս ամեն ինչի վերաբերյալ։ Մենք Եվրամիության անդամակցության օրենք ենք բերել եւ կարծում ենք, որ այդ օրենքը կաշխատի։ Իշխանությունը հիմա հասավ նրան, որ իրենց կողմից ընդունված օրենքը արհամարվում է, ոտնահարվում է։ Ինչ պետք է անենք հիմա մենք։ Մենք հիմա փորձում ենք եվրոպացիների հետ քննարկել մեր փրկությունը Եվրոպայում է, այլ ոչ թե Ռուսաստանում։ Ռուսաստանը մեզ համար մահ է, վտանգ, սպառնալիք եւ ոչնչացում 200 տարի շարունակ։ 1821-28 թվականները Ռուսաստանը մտնում է Հայաստան։ Հայաստանը վերանում է, Հայաստանը դառնում է Երևանսկая գուբերնիա, իմիջիալոց այսօր հունիսի 12-ն է, Ռուսաստանի օրն է։ Այսօր Ռուսաստանի ազգային տոնն է։ Ես հիշեցնեմ եւ ավարտեմ դրանով, որ 1903 թվականի հունիսի 12-ին, որը հետո դարձավ Ռուսաստանի ազգային տոն ուրիշ առիթով, հունիսի 12-ին վերջին ռուս արքա Նիկոլայ II-ը արգելեց եւ փակեց ինչը հայոց եկեղեցին եւ դպրոցները հայկական։ Ինչ տարօրինակ համընկնում է, չէ՞։ Մենք այսօր 100, չգիտեմ քանի 20 տարի, 23 տարի անց քննարկում ենք նորից հայոց եկեղեցու գլխին կախված վտանգը։ Արդյոք հայոց եկեղեցին 1903 թվականին քրիստոնեության նմուշ էր, բարդ կառույց էր, բայց դա էր մեր ազգային ինքնության հիմքը։ Հիմա դա միակ հիմքը չէ, բայց հիմքերից մեկն է եւ մենք հիմա սղոցում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Իսկ սղոցը մեզ տվել են, սրել են եւ կառավարության ղեկավարի ձեռքին տվել են մեր թշնամիները։